Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի բեմում օրերս ցուցադրվեց Բերթավանի միջնակարգ դպրոցի 7-ից 9-րդ դասարանի աշակերտուհիների բեմադրած «Ծառեր» ներկայացումը, հիմնված Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի վրա։ Այս տարին համարված է Մաթևոսյանական տարի հայտարարել, եւ մենք էլ դպրոցում որոշեցինք, որ անմասն չպիտի մնանք, եւ մենք էլ մեր հերթին պիտի անդրադառնանք Մաթևոսյանին ու իր ստեղծագործություններին։ Ծառեր ստեղծագործությունը, որը ինքնին մենախոսություն է, բայց բաժանել ենք 4 մասի եւ կարծես թե 4-ն էլ մի հոգու են մարմնավորում, հենց նույն մարդիկ են, տարբեր տեսանկյուններից, եթե հանդիսատեսը ավելի խորը հայացքով նայի, կարծես տարբեր տարիքների աղունների կհանդիպի, չնայած նրան, որ ծառերում աղունի կերպարը չէ, բայց այնուամենայնիվ մի շարք ռեժիսորներ հենց ծառեր ստեղծագործության մենախոսությունները օգտագործել են Աշտան Արևի աղունի տեքստերում։ Կարծում եմ դպրոցահասակ աշակերտների համար սա բավականին ծավալուն եւ բարդ միտք էր, բայց իմ աղջիկները պատվով հաղթահարեցին։ Ներկայացումը վեր է հանում արժեքային կարևորագույն թեմաներ՝ ինքնություն, հիշողություն, արմատներ։ Ծառերը մեզ հիշեցնում են, որ սերունդների կապը ոչ միայն կենսաբանական է, այլև հոգևոր եւ պատմական։ Երբ որ ընկերանին առաջարկեց այս ներկայացման մեջ խաղալու, ես միանգամից համաձայնվեցի, ամեն պարապմունքին շատ սիրով ենք եկել, ամեն փորձերին հաճույք ենք ստացել։ Այս թվով երրորդն է, որ անում ենք ու ամեն անգամ լարվում ենք, բայց միշտ վերջում ամեն ինչ լավ է ստացվում ու ամեն ներկայացման ժամանակ փոփոխություններ ենք անում։ Ինձ թվում է շարունակական կլինեն մեր այս ներկայացումները։ Փոքր դերասանուհիները կարողացան հանդիսատեսին փոխանցել բեմադրության խոր ապրումները։ Հանդիսատեսը հուզված էր եւ տպավորված, թե բովանդակությամբ, թե աշակերտուհիների բեմական խաղով։ Let's